Գիշերը, երբ քաղաքը քնում է, մենք արթուն ենք մնում քննարկելու ամենազգայուն թեմաները. առողջություն, հարաբերություններ, ընտանիք եւ սեռական կյանք։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Գիշերային զրույցի ընթացքում այսօր անդրադառնալու ենք սպորտին, իսկ թե ինչ կապ ունի այն սեռական առողջության հետ, կիմանաք այս թողարկման ընթացքում։ Իմ հյուրն այս գիշեր ֆիթնես մարզիչ, Vlad Fitness մարզասրահի հիմնադիր Vlad Խարատյանն է։ Vlad, բարի ուշ գիշեր, ուրախ եմ, որ իմ հյուրն եք։ Բարև ձեզ։ Ընդհանրապես հայտնի է, որ սպորտը ունի բարերար ազդեցություն ընդհանուր առողջության վրա, եւ շատերը հենց մարզվում են, որպեսզի լինեն առողջ։ Բայց ինչ կապ ունի այն սեռականի հետ եւ արդյոք կապ ունի որևէ ազդեցություն թե ոչ, կուզենայի, որպեսզի մենք խոսենք այդ մասին։ Սպորտը առանձնահատուկ ազդեցություն ունի սեռական առողջության հետ։ Առաջին հերթին լավացնում է արյան շրջանառությունը, սրտի աշխատանքը, անոթների աշխատանքը, հետևաբար նաև արյան հոսքը լավանում է դեպի սեռական օրգաններ, որն էլ իր նպաստավոր ազդեցությունն է ունենում սեռական կյանքի վրա։ Սպորտը իր ազդեցությունն ունի նաև ստրեսի նվազեցման հետ կապված, քանի որ մեր կյանքը ստրեսային է, առօրյան ստրեսային է, մարզումների միջոցով կարողանում ենք օրգանիզմին դուրս բերել ստրեսից եւ նաեւ կարգավորել այդ խնդիրը։ Սպորտը մի շարք լավ ազդեցություն ունի ինքնազգացողության, ինքնագնահատականի հետ կապված, որն էլ իր դրական ազդեցություն է ունենում սեռական առողջության վրա։ Մկանախմբեր են հավաքում սպորտի միջոցով, կարգավորում են, դուրս են գալիս նաեւ ստրեսից եւ իհարկե կարգավորում են մի շարք այլ խնդիրներ։ Իսկ կան հենց առանձնահատուկ սպորտաձևեր, որոնք ավելի լավ են ազդում հենց մասնավորապես սեռական առողջության վրա։ Առաջին հերթին մարզասրահը, վազք, լող, կարող եմ անդրադառնալ ամեն մեկին առանձին, որ ավելի պարզ լինի։ Մարզասրահը կարգավորում է մկանախմբերի աճը, այսինքն լավացնում է մկանների որակը, տոնուսը, նաև մարզումների ժամանակ արտադրվում են ուրախության հորմոններ, էնդորֆիններ, որն էլ լավացնում է սեռական կյանքը եւ մարզումների միջոցով մենք կարողանում ենք դուրս գալ նաեւ ստրեսից, վատ լարվածությունից, թողնել այն մարզասրահում եւ մարզումները նվազեցնում են ստրեսի մակարդակը հենց օրգանիզմում։ Ինչ վերաբերում է լողին, լողը կարգավորում է դիմադրողականությունը, իսկ օրինակ յոգայով զբաղվելը նաև նպաստավոր ազդեցություն է ունենում հոգեբանական կողմի վրա։ Արդյոք մարզումները ազդում են սեռական հորմոնների մակարդակի վրա, խոսքը հատկապես այն հիմնական գլխավոր հորմոնի մասին է, որը վստահ եմ ձեր ոլորտում նույնպես շատ կարևորված է, խոսքը տեստոստերոնի մասին է։ Մարզումները կարգավորում են նաև հորմոնալ շեմը եւ տղամարդկանց եւ կանանց շրջանում։ Տղամարդկանց շրջանում եւ նաև կանանց շրջանում կարգավորում են տեստոստերոնի մակարդակը, նաև ինչու՞ չէ բարձրացնում, որով էլ նվազեցնում ենք իմպոտենցիայի ռիսկը, չբերությունների ռիսկը։ Տեստոստերոնի մակարդակի կարգավորումն ու բարձրացումը շատ կարևոր ազդեցություն ունի հատկապես տղամարդկանց շրջանում, որտեղ ուժի հորմոնի առկայությունը նպաստում է սեռական կյանքին եւ մարզումները իր առանձնահատուկ դերն ունեն հորմոնների կարգավորման փուլում, քանի որ երբ որ բարձրանում է տեստոստերոնի մակարդակը բնական եղանակով նաեւ այստեղ չենք ունենում ճարպակալման ռիսկ։ Եվ այս դեպքում մենք նաև բարձրացնելով տեստոստերոնը ստեղծում ենք նաև օրգանիզմում հատուկ հոգեվիճակ, շատ դեպքերում հենց տղամարդիկ իրենք են նշում, որ մարզվելու ժամանակ ավելի ինքնավստահ են դառնում, ավելի աշխատունակությունն է բարձրանում, երևի դուք էլ նկատած կլինեք։ Իհարկե տալիս է ինքնավստահություն երբ կանանց եւ տղամարդկանց շրջանում, հատկապես 30-35-ից հետո, երբ որ տղամարդկանց մոտ նվազում է տեստոստերոնի մակարդակը, մարզումների միջոցով մենք կարողանում ենք բարձրացնել նորմալ ռիթմի եւ նույնիսկ բնական եղանակով
ավելի կարգավորել, որն էլ տղամարդկանց տալիս է ինքնավստահություն, լավ էմոցիաներ եւ տեստոստերոնը դա այն հորմոնն է, որ իրոք ջահելացնում է մարդկանց եւ սպորտը ուղղակի թրենդ չէ, սպորտը հենց ինչու ենք ասում, որ առողջություն է, որովհետեւ նվազեցնում է ծերացման ռիսկը, որովհետեւ կարգավորում է հորմոնալ շեմը։ Ինչ շատ կարևոր է։ Ինչ շատ կարևոր է։ Խոսելով տեստոստերոնի մասին, չեմ կարող չանդրադառնալ այդ հարցին, վստահ եմ դուք էլ եք երևի նկատել։ Բազմաթիվ տղամարդիկ հրապուրված լինելով տեստոստերոնային էֆեկտով եւ մարզվելով, լսելով այստեղից այնտեղից տարբեր տեսակի խորհուրդներ, հատկապես թույլ տվեք ասել ոչ գրագետ խորհուրդներ, ընդունում են մեծ քանակությամբ անվերահսկելի տեստոստերոն ներարկման տեսքով, որը գիտեք ունի նախ իր ընդունման ձևը եւ երկրորդը դոզան իհարկե նման անկառավարելի դեպքում ստեղծում է նաեւ տրամադրության ագրեսիվ փոփոխություն։ Եվ նպատակը մեկն է՝ հասնել շուտ հասնել արդյունքի եւ արագ ձեռք բերել մկանային աճ։ Ինչպես անել նման դեպքում, ինչպես վարվել նման դեպքում, դուք որպես ոլորտի քաջատեղյակներից մեկը, ինչպես եք մոտենում այդ հարցին։ Տեստոստերոնի մակարդակի բարձրացումն ու կարգավորումը մարզումների միջոցով բնական եղանակով դա ամենացանկալի տարբերակն է, բայց երբ որ մարզիկը պետք է մասնակցի մրցումների, իհարկե թույլատրվում է օգտագործել այլ չափաբաժիններ, որ բնական եղանակով, բայց իհարկե բժշկի եւ պրոֆեսիոնալ ֆիթնես մարզչի հսկողությամբ, իսկ սիրողական տարբերակով ես ինքս խորհուրդ չեմ տա, որովհետեւ սխալ դոզավորումը եւ հետագայում չմաքրել օրգանիզմը, արյունը հետագայում բերելու է լուրջ խնդիրների, օրգանիզմը սկսելու է չարտադրել իր մինիմալը հետագայում եւ միանգամից անկում է լինելու տեստոստերոնի մակարդակի եւ տղամարդը առանց տեստոստերոնի ուղղակի չի կարող կոչվել տղամարդ։ Եվ որոշակի խնդիրներ են ունենում կրծքագեղձերի հետ կապված, վիրահատությունների են գնում, հետո սկսում են բուժումների եւ դա ստրեսային իրավիճակ է տղամարդու համար, որովհետեւ առանց տեստոստերոնի մակարդակի ունենում են ցածր ցանկության հնարավորություն եւ նաեւ հոգեբանական ստրես դրանից հետեւություն։ Եվ ինչ ենք մենք նաև նկատում, որքան արագ են իրենք կարճ ժամանակահատվածում են ձեռք բերում այդ մկանային զանգվածը, շատ դեպքերում նույնիսկ անբնական տեսք ունեցող, այնքան խորն են խնդիրները ներքևի հարկում, սեռական համակարգում, որովհետև այդ դոզաների գերչարաշահումը հատկապես կարճ ժամանակահատվածում ընդունելու պարագայում, ինչ են անում, իրենք փաստորեն բերում են նրան, որ օրգանիզմը այլևս չի արտադրում սեփական տեստոստերոնը եւ դրսից ստացվածի արդյունքում ինքը ձեռք է բերում մկանային զանգված, ու արդյունքում, ինչպես դուք նշեցիք, տղամարդը զրկվում է իր բնական տեստոստերոնից, փոխվում է վարքը, դառնում են շատ ագրեսիվ, հատկապես այդ բուրըն ընդունման ժամանակահատվածում, բայց հետո երբ որ դադարում են ընդունել, օրգանիզմը արդեն սեփականը չի արտադրում, ագրեսիան ավելի ակրկնապատկում, որտեղ իրենք զգում են արդեն տղամարդկության նվազում։ Եվ կարծում եմ նաև ձեր ոլորտում էլ դուք նկատելիս կլինեք երևի հատկապես նրանք, ովքեր որ երկար ժամանակ ընդունել են, հետո ինչ-ինչ ժամանակահատվածում չեն ընդունում, մարզումների որակն էլ արդեն այն չի իրենց։ Մկանախմբերը ինչպես արագ զարգանում են, այնպես էլ արագ հետ են զարգանում, այսպես ասած, երբ որ նույն դոզան չեն տալիս երկարատև։ Դրա համար մարդկանց մոտ դրանից հետո առաջանում է կախվածություն մարզիկների մոտ, սկսում են դոզան բարձրացնել, մրցումների պատրաստվելու համար եւ առանց դրա չեն կարողանում ապրել։ Դրա համար ես ինքս խորհուրդ չեմ տա, ես ինքս պրոֆեսիոնալ սպորտում եղել եմ, ֆիթնես ոլորտում, նաեւ եղել եմ ֆիթնեսի Հայաստանի չեմպիոն, մասնակցել եմ մրցումներին, բայց ճիշտ ժամանակին պետք է հետ կանգնես դրանից, ես ինքս չեմ օգտագործել դեղամիջոցներ, որպեսզի հետագայում առողջ լինես։ Բնական եղանակը սորական մարզումների միջոցով, ուժային մարզումների միջոցով բարձրացնել տեստոստերոնի մակարդակը կամ կարգավորել, դա հնարավոր է։ Միայն ես խորհուրդ եմ տալի այն դեպքում, երբ որ պետք է շատ լուրջ մրցումների մասնակցենք կամ ունենք այնքան ցածր շեմ տեստոստերոնի, որ դա լուրջ ազդեցություն է ունենում տղամարդկային ունակությունների վրա։ Կարող եք մի քանի օրինակ բերել, ինչպես կարելի է օրինակ որոշ սպորտաձևերի, մարզաձևերի միջոցով բարձրացնել տեստոստերոնի մակարդակը կամ գուցեև սննդակարգին հետևել։ Ինչ է հուշում ձեր փորձը։
Պարտադիր, եթե ուզում ենք բարձրացնել կամ կարգավորել տեստոստերոնի մակարդակը, պետք է հաճախենք մարզասրահ, գոնե շաբաթական 3-ից 4 անգամ։ Ուժային վարժությունները պարտադիր են, բայց ծանրաբեռնվածություն շատ չէ։ Ես տեսնում եմ մարզասրահներում մարդիկ մարզվում են 3-4 ժամ, մտածելով, որ կբարձրացնեն տեստոստերոնի մակարդակը, բայց հակառակ ռեակցիաներն է տեղի ունենում, ստրեսի հետևանքով, նաև հոգնածության հետևանքով։ Հետևաբար կարևոր է նաև սննդակարգը, որովհետև տեստոստերոնը չեն կարող բարձրացնել միայն մարզումների միջոցով, պետք է լինի նաև ճիշտ եւ դասակարգված սննդակարգ, որպեսզի վերականգնվի ծախսված էներգիան եւ ճիշտ քնի ռեժիմ, որովհետեւ մեր հորմոնների մեծ մասը արտադրվում են երեկոյան ժամին, նաև տեստոստերոնի մակարդակը, եթե չկարողանանք քնել ճիշտ ժամին, վերականգնվենք, չեն կարող բարձրացնել։ Ինչպես նշեց Վլադը, այո, որոշ սպորտաձևերի չարաշահման արդյունքում մենք կարող ենք վնաս հասցնել սեռական առողջությանը եւ տղամարդու մոտ կարող են առաջանալ զանազան խնդիրներ։ Առաջինը իհարկե այս դեպքում տուժում է տղամարդու պոտենցիան, բայց դա հոգ չէ, սա նույնպես շտկելի է եւ այս հարցում մեզ կարող է օգնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերությունը իր մեգապոտենցին լոնգ կենսաբանական հավելման միջոցով։ Մեգապոտենցին լոնգը բացառապես բուսական է, հարուստ վիտամիններով եւ միներալներով։ Տուփի մեջ միներալներն ու վիտամինները առանձնացված են եւ ընդունվում են նույնպես առանձին։ Մեգապոտենցին լոնգը ունի մի կարևոր առավելություն, այն ոչ միայն բուսական է, այլ նաև չի առաջացնում կախյալություն, ինչը շատ կարևոր է հատկապես բոլոր այն տղամարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով խուսափում են քիմիական ծագում ունեցող խթանիչներից եւ կարճ ժամանակ անց ապահովում է արդյունավետություն։ Վլադ, կարող ենք ասել, որ ֆիզիկական ակտիվությունը կանխում է սեռական պասիվությունը կամ սեռական խնդիրները։ Իհարկե կարող ենք ասել, ֆիզիկական ակտիվությունը անհրաժեշտ է ոչ միայն հասուն տարիքում, նաև սկսած 15-16 տարեկանից, որովհետև սեռական ցանկությունը միայն հորմոնների բարձր շեմը չէ, դա նաև ինքնավստահությունն է, դա նաև ոչ ստրեսակայուն կյանք ունենալն է, իսկ այդ ամբողջ process-ում իր օգնական ուժ ունի իհարկե մարզումները, որոնք կարգավորում են այդ բոլոր խնդիրները։ Մարզասրահում ոչ միայն բարձրացնում ենք տեստոստերոնի մակարդակը, կարգավորում կանանց մոտ հորմոնալ խնդիրների մակարդակը, որովհետև շատ դեպքերում նաև կանանց մոտ հորմոնալ խնդիրները առաջանում են քաշի բարձր շեմից եւ նաև ինչու՞ չէ մարզվելով որոշակի կարգավորում տալով նաև տեստոստերոնի մակարդակին մենք կարողանում ենք նաև նվազեցնել ավելորդ քաշը եւ բերել ինքնավստահության։ Ինչ է հուշում ձեր փորձը։ Փոխվել է արդյոք մշակույթը մարզասրահներ այցելելու առումով։ Եթե այո, ինչպես է փոխվել։ Ովքեր են ավելի շատ դիմում ներկայումս։ Մարզասրահ ավելի շատ հաճախում են տղամարդիկ։ Տղամարդիկ այսօր իրենց ավելի շատ են հետևում, քան կանայք գլոբալ առումով։ Կանանց մի մասը փոքր դետալիներին է ուշադրություն դարձնում, քիթ, աչքեր, դիմահարդարում, արտաքինի, բայց ուշադրություն չեն դարձնում մարմնին, մտածելով, որ դե այսպես ենք մենք, թող մեզ անցալեն այնպես ինչպես կանք, բայց մենք քննարկեցինք եւ հասկացանք, որ նաեւ մարզումները, արտաքին տեսքը շատ կարևոր է ցանկության հետ կապված, որովհետև շատերս գիտենք, որ տղամարդիկ սիրում են աչքերով եւ շատ կարևոր է հետեւել նաեւ մարզումների ռիթմին, ճիշտ սննդակարգին, որովհետեւ ավելորդ քաշը ոչ միայն բերում է արտաքին տեսքի խախտման, այլ նաեւ մի շարք խնդիրների, երբ որ նայում ես մարդուն, արդեն պատկերացնում ես, թե ինչ առողջական խնդիրներ ունի, հենց դա է պատճառը, որ այսօր հայ կանանց 90% ունեն վահանաձև գեղձի խնդիրներ, հորմոնալ խախտումներ, ճարպակալում, դա միայն շատակերությունը չի, դա հենց սխալ քնի ռեժիմն է, սպորտով չզբաղվելն է, ալարկոտությունն է, որովհետև ես կարծում եմ, որ պետք է լինի այդ կրթվածությունը, նաև փոքր հասակում պետք է սովորեցնել երեխաներին, դասիրակել սպորտի կարևորությունը։ Ըստ ձեզ, կարող է արդյոք չափից շատ մարզվելը հանգեցնել սեռական խնդիրների։
Իհարկե կարող է, պետք է ծանրաբեռնվածությունը որոշվի մարզչի հսկողությամբ, որովհետև մենք կարող ենք հաջողության ցանկանալ հասնել այդ հարցում, բայց հակառակ process-ը լինի։ Ծանրաբեռնվածությունը պետք է լինի հաշվարկված ըստ օրգանիզմի, ըստ սննդակարգի, որ մենք չունենանք նաև հոգնածություն, այսինքն մարզումները լինի զուտ հորմոնալ շեմի կարգավորման, ինքնավստահության բարձրացման համար, ոչ թե լինի նոր ստրես օրգանիզմին, քանի որ մարզումներին նաև մենք հաճախում ենք առօրյա ստրեսից դուրս գալու համար։ Իսկ որոնք են այն նշանները, որոնք վկայում են, որ մարդը գերհոգնած է եւ կարող է դա ազդել նույնիսկ իր սեռական առողջության վրա։ Մկանային ցավ առաջին հերթին, երբ որ մկաները չեն հասցնում վերականգնվեն, ամենօրյա մարզումների ժամանակ մկաները չեն հասցնում վերականգնվեն, նաև մենք ունենք այստեղ անքնության կարգավորման խնդիր, ստրեսի արկայություն, ջղաձգումներ, մկանային ձգումներ, ինքնազգացողության անկում եւ նաեւ ալարկոտություն։ Վլադ, ինչպես է սպորտը օգնում նվազեցնել ստրեսը կամ բարելավել սեռական կյանքը։ Ստրեսից դուրս գալու լավագույն եղանակներից մեկը սպորտի օգտագործումն է, սպորտով զբաղվելն է։ Սպորտը իհարկե կարգավորում է ստրեսային շեմը, մարզումների միջոցով լավանում են արյան հոսքը եւ իհարկե սպորտի ժամանակ նվազեցնում են կորտիզոլի մակարդակը եւ բարձրացնում ուրախության հորմոնի մակարդակը։ Այդ առումով կարող ենք ասել, որ մարզվելը եւ ընդհանրապես սպորտը համարվում է արդյոք բնական հակադեպրեսանտ։ Այո, կարող ենք ասել, նույնիսկ շատ ստրեսային առօրյայի դեպքում խորհուրդ է տրվում ամենօրյա մարզումներ, որովհետև արյան հոսք ուղղում ենք դեպի մկանախմբեր եւ կարողանում ենք հանգստացնել ուղեղը։ Հիմա շատերը մեզ դիտում են ու հաստատ համոզված եմ իրենց մոտ էլ է այդ հարցը առաջացել։ Ինչպես մարզվել, ինչ ինտենսիվությամբ մարզվել, որպեսզի սեռականը լինի բարվոք վիճակում, եթե ոչ արտակարգ։ Մարզվել շաբաթական գոնե 3 անգամ, ամեն մարզումից հետո թողնել 1 օր հանգիստ, որպեսզի մկանախմբերը եւ ամբողջ օրգանիզմը հանգստանա, պարտադիր կարգավորել սննդակարգը, համապատասխան սպիտակուցների, ածխաջրերի եւ ճարպերի բալանսը, որովհետեւ շատ ծանրաբեռնվածության դեպքում կանանց մոտ նաեւ կարող է առաջանալ ցիկլի խախտումներ եւ մենք հակառակ ռեակցիան ունենանք եւ նաեւ նույնը տղամարդկանց մոտ պետք է օրգանիզմը վերականգնվի, համապատասխան տեստոստերոնը բարձրացնի եւ նաեւ ուժային վարժություններ պարտադիր տղամարդկանց համար, քանիցներ, ժիմջոժաներ, ուժային վարժություններ, որպեսզի մենք կարողանանք լավ արդյունքի հասնել։ Վլադ, ինչպես նշեցիք ձեր խոսքում, սնունդը պիտի լինի բալանսավորված, կուզենայի այստեղ մենք ավելի մանրամասնեինք, որովհետև շատերը լսելով առողջ սնունդ յուրովի են պատկերացնում։ Մեկը դա պատկերացնում է պարտադիր օրական մեկական շաուրման, մեկ ուրիշ պատկերացնում է խաչապուրին, երրորդը պատկերացնում է առողջ ափսե։ Ինչ ասել է բալանսավորված, գիտենք, որ այստեղ շատ կարևոր է նկատի ունենալ սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի համադրությունը, կուզենայի դրա մասին խոսենք։ Բալանսավորված սնունդ նշանակում է դասակարգված սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակ եւ մենք սնունդը պետք է հասկանանք, որ օգտագործում ենք ոչ թե մեր հաճույքի համար, այլ որոշակի վիտամիններ, միներալներ, նաեւ ածխաջրեր ու սպիտակուցներ ստանալու համար։ Առավել եւս, երբ որ մարզվում ենք, մենք պետք է սնվենք այլ կերպ, դասակարգված, որովհետեւ մենք վնասում ենք մկանախմբերը եւ հետեւաբար, եթե սննդի միջոցով չվերականգնենք սպիտակուցի հիմնական բալանսը, մկանային աճի չեն կարող հասնել եւ կունենանք նաեւ գերհոգնածություն, իսկ նաեւ պետք է դասակարգվի ածխաջրերի քանակը, ինչպիսի ածխաջրեր պետք է օգտագործենք, պարզ թե բարդ եւ որ ժամին, որ քանակի եւ դա պետք է անպայման դասակարգված լինի մասնագետի հետ։ Եվ նաև միտում կա, ես վերջերս հաճախ եմ նկատում, հատկապես նրանց, ովքեր որ ձգտում են արագ ձերբազատվեն ավելորդ քաշից, սննդակարգում ընդգրկում են բացառապես սպիտակուց կամ գերազանցապես սպիտակուց, հասկանալի է սպիտակուցը շատ կարևոր է, բայց արդյոք ձեր տեսակետից ողջունելի է նման մոտեցումը։ Դա ամենասխալ տարբերակն է միայն սպիտակուցների քանակի օգտագործումը, որովհետև այստեղ ունենում ենք ոչ միայն կալորիայի դեֆիցիտ, այլ շատ ցածր շեմ, որի հիման վրա օրգանիզմը ստրեսի հիման վրա, այսինքն մենք մատնում ենք օրգանիզմին ստրեսին, մենք չենք կորցնում յուղային շերտ, օրգանիզմից դուրս է գալիս ջուրը եւ մենք կորցնում ենք մկանախմբեր, որի հետևանքով էլ ունենում ենք որոշակի ողնաշարի խնդիրներ, հոդերի խնդիրներ եւ այդ է պատճառը, որ շատ մարդիկ ուղղակի մարզվելով հյուծվում են եւ սովամահ
մահության գնալով ունենում են ցիկլի խախտումներ, վահանաձև գեղձի խնդիրներ, հորմոնալ խնդիրը ավելի է կրկնապատկվում, իրենց թվում է դա մարզումներն էր մեղավոր, բայց ասեմ, որ ոչ, դա սխալ դասակարգված ծննդակարգն ու մարզումների ռիթմն է, այդ իսկ պատճառով պարտադիր պետք է ճիշտ կարգով դա լինի, մասնագետի հսկողությամբ, որ մենք խուսափենք որոշակի խնդիրներից։ Եվ ճիշտ բալանսավորված անպայման։ Մյուս հարցը, որ ինք կուզենամ անպայման անդրադառնալ եւ ինքս եմ նկատել դա, դուք երևի ավելին կփաստեք, մարզասրահ գալիս են պատրաստված մարզվելու համար, թե մարզասրահ գալիս են մտքերով ուրիշ տեղ լինելով։ Արդյոք մարզասրահ գալիս են անջատելով հեռախոսները, էլեկտրոնային սարքերը, թե մեծ մասը գալիս է մարզասրահ եւ մարզվում է հեռախոսներից դուրս չգալով։ Մարզասրահ մարդիկ հաճախում են տարբեր խնդիրների համար, առաջին հերթին այո կարգավորելու քաշը, առողջական վիճակը, բարձրացնելու տեստոստերոնի մակարդակը, լինելու ավելի երիտասարդ, շատերը գալիս են շփումների համար, մյուս մասը ուղղակի առօրյա սթրեսից դուրս գալու համար, մյուսներն էլ ուղղակի նկարվելու համար։ Եվ այս բոլոր խնդիրների լուծումը մարդկանց տալիս է հաճույք, հետաքրքրություն, բայց ցանկանում եմ, որ մենք կարևորենք առաջին հերթին առողջական խնդիրների կարգավորման փաստը մարզումների միջոցով, որովհետև միշտ խոսում ենք, կարգավորում ենք առողջական խնդիրների մարզումների միջոցով եւ շատ լավ հնարավորություն էր այս հաղորդման ժամանակ մենք բացահայտելու այդ խնդիրների կարգավորումը եւ ռիսկերից խուսափելու պահը, քանի որ սրտանոթային խնդիրների մեծ մասը այո առաջանում է սպորտ չսիրելու, սխալ սննդակարգի հետ կապված եւ նաեւ ստրեսային առօրյայի եւ ստրեսի մարդկանց կյանքի առօրյա ստրեսի մեծամասնությունը նաեւ առաջանում է սպորտը չսիրելու եւ ճիշտ քնի ռեժիմը չպահելու հետ կապված։ Շնորհակալ եմ շատ նման կարևոր տեղեկատվության համար, վստահ եմ մեր թողարկումը դիտելուց հետո շատերը վերջապես կհրաժարվեն ալարկոտ կենսակերպից եւ անհրաժեշտության դեպքում իհարկե կսկսեն այցելել մարզասրահ, դրանով իսկ ապահովելով իրենց թե ընդհանուր առողջության, թե սեռական առողջության վիճակը։ Շնորհակալություն նաեւ ձեզ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ թույլ տվեք ընթերցել հարցը։ Բժիշկ, ես 20 տարեկան եմ, օրգազմ եմ ապրում գիշերները քնած ժամանակ, գրեթե ամեն գիշեր։ Դա հիվանդություն է եւ նաեւ նկատել եմ, որ վերջերս սեռականս էլ այն չէ։ Խնդրում եմ օգնել։ 20 տարեկանում նման երևույթը հիվանդություն չէ եւ ամենայն հավանականությամբ կապված է սեռական հասունության հետ։ Բանն այն է, որ սեռական հասունացման ժամանակ, երբ սեռական գեղձերը սկսում են ակտիվորեն գործել, տղամարդկանց մոտ, իսկ պատանիների մոտ առավել եւս սկսվում են արդեն այսպես կոչված երազախաբությունները։ Երազախաբությունը մեծամասամբ ավելի ակտիվ է նկատվում 18-ից 25 տարեկան ժամանակահատվածում, երբ դեռ կանոնակարգված չի սեռական կյանքի ռիթմը։ Երազախաբությունը ավելի հաճախ նկատվում է այն ժամանակ, երբ դեռահասը, պատանին, երիտասարդը չի ապրում սեռական կյանքով, չի զբաղվում ինքնաբավարարմամբ եւ կուտակված սերմնահեղուկը դուրս է գալիս գիշերը քնած ժամանակ։ Այն երիտասարդները, ովքեր տեղյակ չեն, չգիտեն ինչ է երազախաբությունը, առաջին անգամ նկատելով այն, վախենում են, մտածելով, որ իրենց հետ ինչ-որ մի բան այն չէ։ Իհարկե նման դեպքերում պարտադիր պետք է նկատի ունենալ, որ հաճախակի երազախաբությունները բոլորովին էլ առողջության մասին չեն վկայում եւ կարող են հետագայում խնդիրների հանգեցնել։ Ինչու՞։ Տղամարդու օրգանիզմում սերմնահեղուկը անընդհատ է արտադրվում եւ ունի դուրս գալու ընդամենը երկու տարբերակ։ Դա այդ տարիքում կամ ինքնաբավարարումն է, մյուսը բացառելով իհարկե սեռական կյանքը, եթե չի ապրում սեռական կյանքով, մնում է միայն երազախաբությունը։ Հետևաբար այս պարագայում երազախաբությունը կոմպենսատոր բնույթ է կրում եւ փաստորեն ծառայում է կուտակված սերմնահեղուկը դուրս բերելուն։ Ինչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում։ Եթե սերմնահեղուկը պարբերաբար մնում եւ կուտակվում է սեռական օրգաններում, առաջանում են այսպես կոչված կանգային երևույթներ, որոնք առաջացնում են բորբոքումներ սեռական օրգաններում։ Եթե process-ը պարբերաբար է կրկնվում, այս դեպքում կարող են նաեւ առաջանալ խնդիրներ, մասնավորապես պոտենցիայի հետ կապված խնդիր, սեռական ակտի հետ կապված խնդիր։ Հանրահայտ է, որ բորբոքային գործընթացները միայն վատ թարացնում են սեռական կյանքի վիճակը։ Ինչ անել նման դեպքում։ Իհարկե բուժել։
Ինչպես բուժել, հիմա դրա մասին կխոսենք։ Նախ եւ առաջ իհարկե պետք է մտածել ինչ որ մի կերպ սեռական ակտիվություն կազմակերպելու համար։ Դա կամ սեռական կյանքն է, կամ ինքնաբավարարումը։ Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց եթե մենք ուզում ենք ձերբազատվել երազախաբություններից, ուրեմն պետք է ապահովենք սեռական ակտիվությունը։ Մյուսը, եթե արդեն պարզվել է, որ կա բորբոքային process, ձերբազատվել բորբոքումներից, անցնել համապատասխան հետազոտություններ, հանձնել անալիզներ, որից հետո բուժվել։ Ինչպես վերականգնել սեռական թուլությունը եւ սեռական ակտի տևողությունը, որոնք այս դեպքում բարդություններ են։ Կատարելով հակաբորբոքային բուժում եւ ձերբազատվելով բորբոքումից, անցնել արդեն սեռական վերականգնմանը։ Եվ նման դեպքերում նշանակվում են որպես կանոն կամ բուսական կամ քիմիական ծագման դեղամիջոցներ սեռական ֆունկցիան կարգավորելու համար։ Թե որ դեղամիջոցը կնշանակի բժիշկը, դա արդեն պարզ է դառնում հետազոտական փուլը անցնելուց հետո։ Այս պարագայում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցները։ Տադաֆորտը նախատեսված է սեռական պոտենցիան կարգավորելու համար, իսկ Դապոքսեցինը վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար։ Երկու դեղամիջոցներն էլ ունեն իրենց առավելությունները։ Հիմա խոսեմ ամեն մեկի մասին առանձին։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նշանակվում է ամենօրյա օգտագործման դեպքում, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերության ժամանակ։ Առավելություններից մեկն այն է, որ դեղամիջոցը ունի մոտավորապես 36 ժամվա ազդեցություն, այսինքն դեղամիջոցը ընդունելուց հետո տղամարդը կարող է ունենալ կրկնակի սեռական հարաբերություններ 36 ժամվա ընթացքում։ Մյուս առավելությունն այն է, որ դեղամիջոցը բավականին արդյունավետ է եւ շատ արագ է թողնում իր էֆեկտը։ Շատ պացիենտներ նշում են, որ բուժումը սկսելուց նույնիսկ կարճ ժամանակ անց նկատում են բավականին դրական արդյունք։ Մյուս դեղամիջոցը Դապոքսեցինը նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Սա նույնպես որոշում է բուժող բժիշկը ելնելով խնդրի ծանրությունից եւ վաղեմությունից։ Շատ կարևոր է նշել, որ երկու դեղամիջոցներն էլ պետք է ընդունել պլանավորված սեռական հարաբերությունից մոտավորապես 1 ժամ առաջ, եթե խոսքը համատեղ ընդունման մասին է։ Դապոքսեցինը բավականին արդյունավետ է ազդում եւ շատ արագ է թողնում իր դրական ազդեցությունը եւ Տադաֆորտի հետ միասին բարելավում թե պոտենցիան, թե սեռական ակտի տևողությունը։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ երկու դեղամիջոցներն էլ ունեն կողմնակի ազդեցություններ, որոնց մասին անպայման պետք է տեղյակ պահի բուժող բժիշկը։ Եվ վերջում ուզում եմ ավելացնել, որ երազախաբությունը հիվանդություն չէ։ Դա վիճակ է, որից պետք չէ վախենալ։ Պարզապես, եթե նկատել եք նման վիճակ, մի վախեցեք, փորձեք լինել իրազեկված, գտեք համապատասխան գրականություն, անհրաժեշտության դեպքում դիմեք մասնագետի օգնությանը վիճակը կարգավորելու նպատակով։ Շատ կարևոր է անհրաժեշտ գիտելիքներ ունենալը, որպեսզի իրավիճակը չդառնա հիվանդություն։ Հետևեք մեզ, եղեք առողջ եւ երջանիկ։ Այսօրվա գիշերային զրույցն էլ ավարտվեց։ Գտեք մեզ ամեն ուրբաթ ATV-ի եթերում։ Իսկ համացանցում դա կարող եք անել ցանկացած պահի, ցանկացած ժամի, դիտել մեր տեսանյութերը, թողնել մեկնաբանություններ։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր կարծիքը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Գիշերային զրույցները շատ առողջարար են։